Ողջույն ու բարի գալուստ Ամեկ Պլյուս, դուք դիտում եք կանայք եւ քաղաքականություն շարքի հերթական թողարկումը, ես Ռուբեն Բանուչյանն եմ, տաղավարում հյուրընկալել եմ Հայաստան դաշինքի падգամավոր Ագնես Ախամյանին, Տիկին Խամյան, շնորհակալ եմ այս հնարավորության եւ մեր տաղավար գալու համար։ Մեր զրույցը ուզում եմ սկսենք նախ անցնող գումարման խորհրդարանի գործունեությունը ամփոփելով, թերևս 8-րդ գումարման խորհրդարանի գործունեությանը հաշված օրեր են մնացել, եթե կարելի է այսպես ասել։ Եվ ընդդիմությունը կարծես թե իր գլխավոր խոստումը չիրականացրեց, Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյան եւ քաղաքացիական պայմանագիրը պաշտոնավարեցին կարծես թե մի ամբողջ այսպես իշխանության ժամկետ։ Ինչու՞։ Ողջույն Ռուբեն, նախ շնորհակալ եմ հրավերի համար, սովորաբար չեմ սիրում կինը եւ քաղաքականությունը խորագրով հարցազրույցներ, բայց նաեւ ձեր տաղավարում չի եղել եւ մեծ էր ցանկությունը նաեւ ձեր հետ անպայման զրույց ունենալու, բայց ես վստահ եմ, որ կամ հուսով եմ, որ ավելի շատ կխոսենք քաղաքականությունից, քան կինը եւ քաղաքականությունը թեմայից, բուն հարցի հետ կապված։ Չեն հակադրվում որևէ կերպ։ Չեն հակադրվում, բայց ես կարծում եմ, որ նախքան հաղորդումը սկսվելն էլ մեր նախնական զրույցում ասում եմ, որ կարծում եմ, որ դա ըստ էության արհեստական թեմա է։ Ես համոզված եմ, որ այսօր կանայք քաղաքականության մեջ շատ ավելի կայուն են, շատ ավելի ամուր են կանգնած եւ շատ ավելի սկզբունքային են շատ տղամարդկանցից եւ շատ ավելի կներեք հարգելի տղամարդիկ, բայց շատ ավելի ուժեղ են, չթերագնահատելով, այ ես հետաքրքիր թեմա բացեցի արդեն, չթերագնահատելով իհարկե տղամարդ քաղաքական գործիչներին։ Ձեր բուն հարցի հետ կապված, այո, մի ամբողջ գումարում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց մնալ իշխանության, իշխող մեծամասնությունը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է այսօր խորհրդարանում եւ մեղադրանքի հետ կապված, եթե կարելի է այդպես ձևակերպել, թե ինչու ընդդիմությանը չհաջողվեց իր թիվ 1 խոստումը կյանքի կոչել, այն է այս իշխանություններին հեռացնելն է։ Մենք մինչև 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները, ես մինչև այդ ակտիվ նաև քաղաքական լրագրությամբ եմ զբաղվել, մեր թիմի շատ գործընկերներ մինչև ընտրությունները ընդդիմադիր քաղաքական գործիչներ են եղել, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է, դատապարտվել է, այնուհետև սկսվել է իր քաղաքական գործունեությունը, քաղաքական իր պայքարը եւ 21 թվականի ցավոք խորհրդարանական ընտրությունների ժամանակ գուցե նաեւ մեր մեղքով, օբյեկտիվ պատճառներով, սուբյեկտիվ պատճառներով մեզ չհաջողվեց այո մեծամասնություն ունենալ խորհրդարանում կամ ձևավորել կոալիցիոն կառավարություն ստանձնելով երկրի իշխանությունը ըստ էության մեղադրել կարելի է, այո, թե ինչու մենք չկարողացանք կյանքի կոչել մեր թիվ 1 նպատակը, բայց ես ուզում եմ առանց արդարանալու իհարկե, սխալներ միանշանակ ունեցել ենք, ռազմավարական սխալներ, մարտավարական սխալներ, դա քննարկման նյութ անգամ չի կարող դառնալ, առհասարակ մարդը սխալական է, բայց թե ինչու չկարողացանք հասնել մեր նպատակին, դրա համար կան նաև բավականին օբյեկտիվ պատճառներ, այն է, որ այս իշխանությունը ամուր սոսնձված է իր աթոռին եւ այս իշխանությունը պատրաստ է ամեն ինչի իշխանությունը պահելու համար։ Այս իշխանությունը նման չէ նախորդ իշխանություններին, նախկին իշխանություններին եւ կարծել թե 2018 թվականի սցենարով հնարավոր էր իրականացնել իշխանափոխություն, առնվազն միամտություն է։ Ես մի առիթով նաեւ առիթ եմ ունեցել ասելու, որ եթե տեղերը փոխվեին իշխանության եւ ընդդիմության, օրինակ Նիկոլ Փաշինյանը եթե լիներ ընդդիմություն, նոյեմբերի օրինակ 9-ից հետո մի քանի անգամ հավանաբար տապալել էր իշխանություններին, արյունահեղություններ արել, որը բերելու էր էլի արդեն երկրի ներսում մարդկային կյանքեր էր արժանալու եւ վստահաբար, այո, ամեն ինչի արչև կանգ չառնող, ոչնչի արչև կանգ չառնող մարդու համար հեշտ է մտածել, որ ցանկացած գնով կարելի է իրականացնել իշխանափոխություն։ Գուցե պատճառը նա եղել Իդեմս ձեզ ավելի ողջախոհ է գտնվել որոշ դեպքերում եւ չի գնացել իշխանափոխության։ Եվ ես ձեզ ոչ թե չի գնացել իշխանափոխության, այլ տեսել է թե իր արչև ով է կանգնած։ Տեսել է Նիկոլ Փաշինյանին, որը մարտի 1-ի իրադարձություններից հետո հայտարարում էր, որ իր հոգին փառավորվում է, երբ որ ոստիկաններին հարվածում են։ Մենք տեսել ենք մարդու, ով
հարգելի Ռուբեն, չգիտեմ, դուք հիշում եք, թե չեք հիշում, նոյեմբերի 10-ին հայտարարում էր, լինելով երկրի ղեկավար, մարդկանց կոչ էր անում վերցնել, չգիտեմ ինչերը եւ իջնել հանրապետության հրապարակ։ Տեսեք, մի քանի անգամ եղել է իրավիճակ դիմադրության շարժման ժամանակ, երբ որ ընդդիմադիր զանգվածը երթուղիներով հնարավոր է որ խաչվեր իշխանության այսպես ներկայացուցիչներին եւ կանխելու համար արունահեղությունը երկրի ներսում մենք չենք գնացել այդ բախմանը։ Հիմա օրինակ գիտեք շատ մարդիկ նաեւ մեր համախոհների մեջ մեզ մեղադրում են բավականաչափ ռադիկալ չլինելու մեջ, չգնալու ճանապարհներով, որոնք ենթադրում են ոչ սահմանադրական լուծումներ, բայց ես կարծում եմ, որ այդտեղ է պետական մտածողությամբ գործչի տարբերությունը պարզապես քաղաքական շահադիտական նպատակներով առաջնորդվող մարդու գործունեությունից։ Մենք ցավոք, այո, Նիկոլ Փաշինյան չենք եւ մեզ համար ամեն գնով, արյան գնով իշխանության հասնելը գերնպատակ չէ։ Նպատակ չէ։ Այնուամենայնիվ 5 տարիների ընթացքում դուք աշխատեցիք որպես ընդդիմություն եւ ընդդիմադիր падգամավոր եւ դա ինքնին եւս ընդհանրում էր որոշակի գործունեություն, որը կնպաստեր հանրության կյանքի բարելավմանը։ Կհիշեք մեկ դեպք, մեկ օրինակ ընդհանրապես, որ անձնապես ձեր գործունեությունը նպաստել է Հայաստանում քաղաքացիների կյանքի բարելավմանը։ Ես նախ շնորհակալ եմ այս հարցի համար, իրականում շատ հետաքրքիր եւ ճիշտ շեշտադրումներով հարց կլիներ սա, եթե մենք ապրեինք նախքան 2020 թվականի Հայաստանը, այսինքն 2020-ից առաջ եթե մենք ապրելու լինեինք, այսինքն մենք չունենայինք գոյաբանական խնդիրներ, բայց մենք, ես, իմ գործընկերները падգամավոր ենք եղել մի ժամանակահատվածում, երբ որ մեր խնդիրները ոչ թե եղել է Երևանի փոսերը կամ չգիտեմ, օրինակ օդի աղտոտվածությունը, ինչը պակաս կարևոր խնդիր չի։ Ես չեմ ուզում ստորադասել այդ բոլոր խնդիրները։ Ես չեմ ուզում ստորադասել այն բոլոր սոցիալական հարցերը, որոնց հետ ամեն օր բախվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որոնց հետ առնչվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր կյանքի ընթացքում։ Ես դրանք չեմ ուզում ստորադասել, բայց մենք падգամավոր ենք եղել մի ժամանակաշրջանում, երբ որ գոյաբանական խնդիրներ ենք ունեցել եւ այլ հարցերի վրա կենտրոնացնել մեր ռեսուրսները, մեր ժամանակը, մեր ուշադրությունը, մեր ելույթները, մեր հարցադրումները ցավոք չենք ունեցել։ Ես օրինակ այս 5 տարիների ընթացքում բավականին ակտիվ մասնակցել եմ կառավարության հետ հարցուպատասխաններին։ Նիկոլ Փաշինյանին են գրեթե 99 կամ 99% Նիկոլ Փաշինյանին են ուղղված եղել իմ բոլոր հարցերը։ Եվ բոլոր այդ հարցերը ես երբ որ վերհիշում եմ, ես հասկանում եմ, որ բոլոր հարցերը առնչվել են այդ գոյաբանական խնդիրներին, մոտեցումներին, թե դեպի որ ուղղությամբ է տանում երկիրը Նիկոլ Փաշինյանը, որը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։ Ես շատ կուզեի օրինակ խոսել, չգիտեմ, տարբեր այլ թեմաների մասին, օրինակ վերջին շրջանում հատկապես սկսել եմ հանցագործությունների, այս հանցագործության ընդհանուր մթնոլորտի հանցավոր մթնոլորտի մասին խոսել, թմրանյութերի, չգիտեմ, տարածվածության, համաներման կարևորության մասին եւ այլն, տարբեր թեմաներով, սոցիալական, առողջապահական, հատկապես առողջապահական վերջին շրջանում, բայց մենք նոր ենք ըստ էության այդ հուն մտել, որովհետև նաև մեզ համար ինչ որ հետևություններ են կարել, որ գուցե շատ լայն մասաներին իդեպ առանց մեղադրելու էլի, առանց գնահատականներ հնչեցրելու, գուցե շատ ավելի լայն զանգվածներին, շատ ավելի հետաքրքիր է այն հարցը, որը ուղիղ ինքը առնչություն ունի, որի հետ ուղիղ առնչություն ինքը ունի։ Դրա մասին սկսել ենք բարձրացնել, բայց այն ժամանակաշրջանը 21, 22, 23 թվականները, հատկապես այդ 3 տարիները եւ 24 թվականը նաեւ, այս 3-4 տարիների ընթացքում հնարավոր չէր պատկերացնել, գոնե ես չէի կարողանում պատկերացնել մի իրավիճակ, լինելով նաեւ նախկին լրագրող, չէի կարողանում պատկերացնել մի իրավիճակ, որ չպետք է հարցնեմ Արցախի մասին, չպետք է հարցնեմ այն վարվող քաղաքականության մասին, որ այսօր իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, Արցախի հարցում ունեցած իր տարբեր դիրքորոշումների, հետո փոփոխվող դիրքորոշումների մասին, այն քայլերի մասին, որ ինքը իրականացրել է, որովհետև դրա հետևանքները շատ ավելի սարսափելի են,
շատ ավելի սարսափելի, քան այն բոլոր սոցիալական եւ տնտեսական հարցերը, որոնցում կարող է սխալներ ունենալ իշխանությունը։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ ամեն դեպքում ձեր նկարագրածից ստացվում է, որ Փաշինյանը ավելի ճիշտ է հասցեագրել հանրության մեծամասնության խնդիրները եւ ավելի ճիշտ է հաղորդակցվել նրանց հետ, դրա համար էլ շարունակել է պաշտոնավարել։ Չէ, այդպես չի։ Իրականում շատ բազմաշերտ է ձեր հարցի պատասխանը։ Շատ բազմաշերտ է ձեր հարցի պատասխանը։ Նիկոլ Փաշինյանը ես պետք է խոստովանեմ, որ հրաշալի մանիպուլյացիայի վարպետ է։ Կարծես թե այն գոյաբանական խնդիրները, որոնք որ դուք նշում եք, հանրության մեծամասնությունը կարծես թե չի հուզել իրականում։ Ես չեմ ուզում այդ գնահատականը հաստատել։ Ես չեմ ուզում այդ գնահատականն արձագանքել, որ չի հուզել, որովհետև գիտեք, ամեն քաղաքացի չի, որ վերջերս նաև ուսանողների հետ հանդիպման ժամանակ էինք դրա մասին խոսում, գիտեք, մարդը յուրաքանչյուր քաղաքացի չի, որ պարտավոր է եւ կարող է պատկերացում ունենալ գլոբալ հարցերի, չգիտեմ, վեկտորի փոփոխության, գոյաբանական, հասկանում եք, ինքը պարտավոր չի։ Եվ մարդը ու դա մենակ գիտեք մեր բնակչությանը բնորոշ չի։ Շատ հաճախ մեղադրում են, չէ, ասում են, դե ժողովրդին չի հետաքրքրում այս կարևոր հարցը, օրինակ հետաքրքրում է, չգիտեմ, Մալաթիայի օրինակ փոսը։ Բոլոր ժողովուրդներին է դա բնորոշ։ Բոլոր ժողովուրդներին է բնորոշ, որ քիչ զանգվածն է ավելի հետաքրքրված շատ ավելի մեծ հարցերով, քան այն հարցերով, որը անմիջապես առնչվում է իրան եւ ինքը մաշկի վրա զգում է այդ ամեն ինչը։ Նիկոլ Փաշինյանին պարզապես հաջողվել է շատ լավ մանիպուլյացիայի ենթարկել մեր ժողովրդին, մեր ժողովրդի տարբեր զանգվածներին, տարբեր հատվածներին։ Ես դա այո, պետքա խոստովանեմ, ես ընդունում եմ մեր մեղավորության բաժինը, որ գուցե մենք չենք կարողացել այն ճիշտ կոմունիկացիայի ձևը գտնել մարդկանց հետ։ Չգիտեմ, գուցե ճիշտ չենք կարողացել կառուցել մեր մտքերը, նախադասությունները, գուցե ագրեսիան մի քիչ ավելի քիչ պետքա լիներ, մի քիչ ավելի պակաս պետքա լիներ։ Ես ընդունում եմ այդ ամբողջ քննադատությունը, բայց ես չեմ կարող ընդունել մի մեղադրանք, որ մենք ամեն ինչ չենք արել մեր հնարավորությունների, մեր ցանկությունների եւ մեր ռեսուրսների հաշվին մարդկանց բացատրելու համար, որ այս իշխանությունների ամեն օրվա մնալը նոր աղետ է լինելու մեր բնակչության համար։ Ես դա չեմ կարող պարզապես ընդունել։ Դա գիտեք, մեկ-մեկ քննադատական խոսքեր են հնչում, շատ լավ է։ Դա իրականում շատ լավ է։ Ես առհասարակ սիրում եմ նաև այն հարցազրույցները, որտեղ սուր հարցեր են հնչում։ Միշտ նախապատվություն օրինակ դրանց եմ տալիս։ Բայց ես շատ վիրավորվում եմ երբեմն, երբ որ կասկածի տակ են դնում քո նպատակները, քո ցանկությունները, այ դրանից ես վիրավորվում եմ, որ քննադատում են, որ մենք սխալներ ենք ունեցել, այդ ամեն ինչը ես ընդունում եմ եւ դրանք բնականաբար քննարկման ենթական, բայց նաեւ պետք չի մոռանալ մյուս կողմում ով է։ Մյուս կողմում մարդ է, ով ամեն ինչի պատրաստ է իր իշխանությունը պահելու համար, իսկ ինչի է պատրաստ ինքը դրան, ամեն ինչի է պատրաստ, որտեղ ինքը իշխանության մեջ տեսնում է նաեւ իր ֆիզիկական գոյությունը։ Իր ֆիզիկական գոյությունն է տեսնում իշխանության պահպանման մեջ, որտեղ են բոլոր հանցանքները, որ գործել է այս իշխանությունը, չի պատկերացնում։ Ոնց է հնարավոր, որ պատասխան չտա այդ հանցանքների համար, եթե մի օր չլինի իշխանության։ Այս գիտակցումը ունի այդ իշխանությունը, ու լավ անում, որ այդ գիտակցումը ունի։ Տիկին Խամանյան, ձեր առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը խոսում էր իշխանությանը միջև վերջ մաշեցնելու մասին, եւ հիմա ամենատարբեր հարցումները կլինի դա պրոիշխանական, թե ընդդիմադիր թևի, ցույց են տալիս, որ հանրագումարում ավելի շատ մաշվել է կարծես թե ընդդիմության վարկանիշը։ Համաձայն եք այդ տեսակետի հետ։ Բնականաբար այդ դեբատի ժամանակ երկու մարդ, երբ որ իրար հետ, այսպես նաև, չգիտեմ, եթե ֆիզիկականի վերագրենք, դեպետ մեր դեպքում էլ է ֆիզիկական եղել այդ բախումը, իդ ազգային ժողովում, եթե ֆիզիկականի վերագրենք, բնականաբար եթե օրինակ մեկը հաղթում է,
բոքսում օրինակ, մեկը եթե հաղթում է, մյուսն էլ վստահաբար վնասվածքներ ստացած լինում է։ Մենք արել ենք մի բան, որից այսօր օրինակ շատ հանգիստ, սա ես որպես այսպես շնորհակալության խոսքեր ակնկալելու համար չեմ ասում, բայց մենք այս 5 տարիների ընթացքում արել ենք մի բան, որից այսօր շատ հանգիստ կարող են օգտվել մեր ընդդիմադիր գործընկերները։ Բոլոր այն մարդիկ, ովքեր նոր են հայտնվել, նոր են մտել ընտրապայքարի մեջ, շատ թարմ այսպես տեսք ունեն, այո, շատ այսպես սոլիդ կոստյումներով եկել եւ մտել են բոլորին եմ ակնարկում, բոլոր են դերակատարներին, ովքեր այսպես սոլիդ կոստյումները հագած եկել են եւ մտել են ընտրապայքարի մեջ։ Մենք այդ հնարավորությունը մենք ենք նաեւ տվել իրենց մեր աշխատանքի շնորհիվ, որովհետեւ մենք ժողովրդին նաեւ ինքներս մեր վրա հարվածներ ստանալով, ուղիղ եւ փոխաբերական իմաստով, հարվածներ ստանալով ժողովրդի լայն զանգվածներին տեղ ենք հասցրել, քիչ թե շատ, դա այլ հարց է, բայց մենք այս 5 տարիների ընթացքում ամենօրյա ռեժիմով եւ ազգային ժողովում, եւ փողոցում, փողոցային պայքարներով ամեն օր այդ աշխատանքն ենք արել։ Իրենց համար տնային աշխատանք ենք արել նաեւ բացատրելու համար մարդկանց եւ մարդկանց աչքերը բացելու համար։ Եվ իրանց համար ես կարծում եմ նաեւ սա շատ լավ հնարավորություն է սկսելու իրենց կետից եւ շարունակելու իրենց կետից այն աշխատանքը, որը որ մենք արել ենք։ Ես կարծում եմ սա իսկապես լավ հնարավորություն է այդ ուժերի համար։ Մենք ստացել ենք հարվածներ, բնականաբար ստացել ենք հարվածներ։ Ես քանի որ այս թեմատիկայի շրջանակներում հաղորդման կինը եւ քաղաքականությունը, ես անձնապես այս 5 տարիների ընթացքում իմ մասին այնպիսի բաներ եմ լսել, այնպիսի հերյուրանքներ են տարածել, որ ուղղակի պատկերացնել հնարավոր չի։ Որպես կին են թիրախավորել, իմ տարիքն են թիրախավորել, արտաքինն են թիրախավորել, իսկ ինչը ամենասիրելին է մեր հասարակության մեջ, անձնական կյանք, հասկանում եք, այսինքն ամեն ինչ արել են։ Ես իմ կին գործընկերներ, եթե կարելի է կանանց անունից խոսամ բացառապես, տղամարդիկ թող իրենց շահերը պաշտպանեն, ես եւ իմ կին գործընկերներ անցել ենք բաների միջով, որ անպատմելի է։ Դրանք անպատմելի են, այսինքն դու չունես ընտանեկան կյանքի, անձնական տարածքի, անձեռնմխելիության իրավունք ու ամբողջը հերյուրանք, բայց մենք այդ ամեն ինչի միջով անցել ենք, չէ՞։ Ու ես հիմա երբ որ տեսնում եմ իշխանության կանանց հետ նույն ճակատում եք թե ոչ։ Տեսեք, ես քննադատում եմ, վերջերս մի հարցազրույց էի տվել եւ հարցը հետեւյալն էր լրագրողի, թե որն է այն չգրված օրենքը, որ դուք սովորել եք падգամավոր դառնալու ընթացքում։ Ես падգամավոր դառնալու ընթացքում դա չեմ սովորել։ Դա իմ համար, իմ ամբողջ կյանքի այսպես ուղենիշն է եղել եւ նաեւ լրագրողական գործունեության ընթացքում։ Ես երբեք չեմ թիրախավորել մարդկանց անձնական կյանքը, երբեք։ Ես չեմ թիրախավորել իրենց ընտանիքներին, իրենց ընտանիքի անդամներին, ու ինձ համար անընդունելի է, շատ հստակ եմ ասում, կլինի իշխանական падգամավոր, կին падգամավոր, թե ընդդիմադիր կին падգամավոր։ Ինձ համար դա անընդունելի է։ Մարդու անձնական կյանքը դարձնել քննարկման առարկա, հերյուրանքներ տարածել, կապել տարբեր ինչ-որ, չգիտեմ, մարդկանց հետ, ինչ-որ պատմություններ հորինել, բոլոր պարագաներում, ես շատ հստակ եմ ուզում ասել, այստեղ որևէ կաշկանդվածություն ես չունեմ, բոլոր պարագաներում դա ինձ համար անընդունելի է։ Ինչքան ուզում եք, տեսեք, օրինակ զրույցի սկզբում դուք ասում եք սա եք սխալ արել, գուցե նա եք սխալ արել, դուք ձեր խոստումը չեք կատարել, շատ լավ է, եւ դա է ճիշտը։ Դուք կարող եք քննադատել ինձ, իմ կին գործընկերներին, մեր քաղաքական խոսքի համար։ Դուք կարող եք մեղադրել, որ ճիշտ չեմ ներկայացնում իրավիճակը, սխալ եմ հասկացել եւ այլն, բայց մարդկանց այդ շատ վատ մշակույթը, որը իրականում շատ ցավալի է ինձ համար,
բայց մարդկանց կյանք եւ ընտանիք մտնելը եւ մտնել անբարոյական ձևերով դա ինձ համար անթույլատրելի է։ Իդեպ մենք նաև ձեր խոսքի սկզբում նշեցիք դուք նաև եւ դա իհարկե նաև հայտնի փաստ է, որ դուք այսպես լրագրությունից անցում կատարեցիք քաղաքականության եւ լրագրության այն հատվածը, որում դուք գործունեություն եք ծավալում 18 թվականից հետո դուք ընդգծված այսպես ընդդիմադիր դիրքերից էիք ձեր գործունեությունը ծավալում։ Ինձ հետաքրքիր է ուղղակի որպես լրագրող էր ձեր գործունեությունն ավելի արդյունավետ, թե որպես падգամավոր։ Լավ հարց եք տալիս։ 18 թվականից հետո իդեպ ես հիշեցի, որ մինչև 18 թվականը 1 տարի Գավառ հանրային հեռուստաընկերությունում էի աշխատում մինչև 18 թվականի իրադարձությունները, հետո դուրս եկան հանրային հեռուստաընկերությունից, մի տարի նաև ժուրնալիստիկայի ֆակուլտետում վարպետության դաս էի տալիս ու հենց որ հանրային հեռուստաընկերությունից դուրս եկա, իշխանությունը փոխվեց, պայմանագիրը այսպես համագործակցությունը այսպես ԵՊՀ-ի ժուրնալիստիկայի ֆակուլտետի հետ ավարտվեց, այդ հետաքրքիր է, այսպես բեկումնային պահ էր իմ կյանքում 18 թվականին, իսկ որպես հարց թե ավելի արդյունավետ էի ընդդիմադիր լրագրող, թե ընդդիմադիր падգամավոր այսպես ֆորմատում, չեմ կարող իրականում այդ գնահատականը հստակ տալ, բայց ես հիշում եմ, որ երեք նաև վերհիշում էի, որ 18 թվականից հետո բավականին ակտիվ դեռ այդ պատերազմից հետո այդ ստեղծված բարակտվածությունը, թշնամանքը այդքան սուր չէր եւ մենք բազմաթիվ 5-րդ ալիքում դեբատներ էինք կազմակերպում 100,000-ավոր դիտումներով ինձ համար նաև դա որպես լրագրող իրականում հետաքրքիր փորձառություն էր, որովհետև մինչև այդ հանրային հեռուստաընկերությունում էի աշխատում, դրանից հետո ավելի թերթի եւ այսպես մամուլի լրագրող էի, հետաքրքիր փորձառություն էր ինձ համար 18-21 թվականների իմ հեռուստատեսային այսպես փորձառությունը, կյանքը 21 թվականից հետո այլ ասպեկտով արդեն սկսեցի բնականաբար հարցերին մոտենալ, բայց ես կարծում եմ, որ շատ այսպես գործունեության ձևի մասով գուցե բովանդակային այո, բայց գործունեության այսպես կատարողականի տեսանկյունից գուցե այդպես շատ ռադիկալ փոփոխություններ չեն եղել, օրինակ մի բան է, երբ որ տնտեսագետն է մտնում քաղաքականության մեջ եւ մի բան է, երբ որ քաղաքական լրագրողն է անցում կատարում քաղաքականություն, ուղղակի դու այդ դեպքում այստեղ ես նստում, հաջորդ կարգավիճակում այստեղ ես նստում եւ պատասխանան երևի ամենադժվարը գիտեք որն է ինձ դժվար չի եղել, բայց այսպես անսովորն է գուցե եղել, դու արդեն նաեւ թիմի համար ես պատասխանատվություն կրում, եթե դու քո հաղորդման համար ես պատասխանատվություն կրում, քեզ համար ես պատասխանատվություն կրում որպես լրագրող, ապա երբ որ դառնում ես ոչ անկախ падգամավոր, այլ ֆրակցիայի падգամավոր, դու նաև սահմանափակ, այո, որովհետև կարող է մի հարցի, անկեղծ լինենք, որովհետև կարող է մի հարցի մասին այլ կարծիք ունենաս, բայց ֆրակցիայի օրինակ քննարկման ժամանակ այլ որոշում կայացվի եւ դու բնականաբար պետք է հետևես այդ որոշմանը, մի անգամ լրագրող հարցրեց, ասեց, բայց այդ դեպքում ինչ եք անում, ասեցի լռում եմ պարզապես, որովհետև այդ պահով, հա, համաձայն եմ, որ մի քիչ անսովոր է։ Հիմա խոսելով առաջիկա անելիքների մասին, ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը կարծես թե այս կամ այն կերպ հայտարարել են, որ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վարչապետությանը կողմ չեն քվեարկելու, եթե ինչ-որ կոնֆիգուրացիա լինի։ Ինչպես եք դուք վերաբերվում այս դիրքորոշումներին եւ եթե ուղիղ ինչի համար է նրանց համար Ռոբերտ Քոչարյանը այսքան մերժելի։ Նախ շատ զավեշտալի է այս իրավիճակը քաղաքական դաշտում, որ ստեղծվել է եւ որ իշխանությունների արհեստականորեն դաշտ նետված օրակարգը միամտաբար կամ ոչ միամտաբար ընդդիմադիր ուժերը սպասարկում են։ Ասում եմ միամտաբար կամ ոչ միամտաբար։ Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ օրինակ Սամվել Կարապետյանի կամ Գագիկ Ծառուկյանի կամ Պողոս Պետրոսի վարչապետի տեխնացուն, ապա այդ թիմերը
Սամվել Կարապետյանը, Գայք Ծառուկյանը կամ մյուսը մեր հետ միասին, մեր ցուցակով, դաշինքով կամ մեկ ընտրական այսպես ցուցակով կգնայինք ընտրությունների։ Բնական է, որ երբ որ ուժը մասնակցում է քաղաքական process-ին, ընտրություններին, ապա ունի վարչապետի իր տեխնացուն։ Գայք Ծառուկյանի դեպքում չհասկացա անկեղծ ասած ով է վարչապետի։ Իր տեխնացուն, հա, այնտեղ խառը պատմություն էր, հա, հետո անուններ են տալիս ինչ որ ծիծաղում է, լավ չկարողացա հասկանալ ով է վարչապետի իր տեխնացուն։ Սամվել Կարապետյանի դեպքում մենք ունենք իրավիճակ, երբ որ Նարեկ Կարապետյանն է գլխավորում ցուցակը եւ իրենք հայտարարում են, որ ժողովրդի քվեն ստանալու դեպքում, համանդրական մեծամասնություն ունենալու դեպքում փոփոխություն են անելու, որից հետո 2 ամիս հետո Սամվել Կարապետյանը դառնալու Հայաստանի վարչապետ։ Մենք շատ ուղիղ, բաց տեքստով, առանց սեթևեթանքների, այլևայլությունների հրապարակել ենք մեր ցուցակը, հայտարարել ենք վարչապետի մեր տեխնացուի անունը եւ շատ հստակ նկարագրել ենք, թե ինչու ենք կարծում, որ հենց Ռոբերտ Քոչարյանը պետքա լինի Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Սա թե ինչի իրենց տեխնացուն Ռոբերտ Քոչարյանը չի, որտեվ եթե իրենց տեխնացուն լիներ Ռոբերտ Քոչարյանը, մենք բոլորս կգնայինք մի ցուցակով ընտրություններին, ինչը իդեպ բոլոր ուժերը գնահատել են ոչ այդքան արդյունավետ, մյուս կողմից շատ կարևորել են խոշոր միավորումների ձևավորում, ոչ թե մեկ միավորի ձևավորում, այլ խոշոր միավորումների ձևավորում, որտեղ այնտեղ կան բազմաթիվ չասեմ, կան ուժեր, որոնք որ հայտ են ներկայացնում մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, բայց նաև մյուս կողմից անկեղծ խոստովանում են, որ այո, կարող է եւ անցողիկ շեմը չենք հաղթարելու, եղբայր, որ անցողիկ շեմը չես հաղթարելու եւ դա շատ հայտնի իրողություն է, որ չես հաղթահարելու։ Ինչի ես մասնակցում, ինչի ես ձայներ փոշիացնում։ Հիմա մեր մասով մեզ համար ամենակարևոր բանը եւ թիվ 1 նպատակը, այն խոստումը, որ 21 թվականին մենք տվել ենք, այն նպատակը, որով առաջնորդվել ենք, դա եղել է իշխանափոխությունը եւ շարունակում է մնալ իշխանափոխությունը։ Հիմա ինչ ենք հայտարարում մենք։ Մենք հայտարարում ենք, որ եթե այնպես վերադասավորումներ տեղի ունենան խորհրդարանում, ուժերի հարաբերակցությունը այնպիսին լինի, որ իշխանությունը չունենա 50+1, այսինքն չդառնա իշխանություն այլևս, ապա մենք որպես Հայաստան դաշինք խոչընդոտ չենք հանդիսանալու փոփոխության համար, չենք հանդիսանալու այդ խոչընդոտը, բայց պետք է մի բան հասկանանք, գիտակցենք եւ կարողանանք ընկալել։ Ժողովուրդը իր քվեով շատ հստակ ուղերձ է տալու այս սցենարի դեպքում, թե ով է լինելու վարչապետի տեխնացուն։ Այս դեպքում ես առաջարկում եմ, որ հաջորդիվ, եթե ներկայացուցիչներ կլինեն հիմնական խոշոր դերակատարներից, ովքեր ակնհայտ է, որ անցնելու են խորհրդարան, ես կարծում եմ, որ իրենց պետքա ուղղել այս հարցը շատ պարզ ձևակերպմամբ, թե արդյոք իրենք խոչընդոտ կհանդիսանան իշխանափոխության փոփոխության համար, եթե իրենց ձայնից կախված լինի կոալիցիոն կառավարության ձևավորումը։ Իդեպ խոսելով նաև Ռոբերտ Քոչարյանի մասին, կա այսպես տեսակետ, որ չնայած նրան, որ ես նշեցի վարկանիշի ընդդիմության հավաքական վարկանիշի մասին, ես մոռացա այդ հարցին պատասխանել։ Ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարծես թե ինչքան էլ որ երիտասարդները հետաքրքրված չեն քաղաքականությամբ, հետաքրքրվածների շրջանակներում վարկանիշ ունի եւ կա տեսակետ, որ այն երիտասարդները, որոնց շրջանում Ռոբերտ Քոչարյանը վարկանիշ ունի, ուղղակի չեն ապրել նրա կառավարման տարիներին, չեն տեսել խոսքի ազատության սահմանափակումները, ամենատարբեր ապօրինություններ, որոնք որ եղել են ընդհանրաբար եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշ վճիռներով եւ այլն եւ հաստատվել են եւ կա տեսակետ, որ ուղղակի այդ վարկանիշը նաեւ այս չիմացության արդյունք է։ Նախ մարդու իրավունքների եվրոպական վճիռներ չեմ հիշում, արձանագրված։ Դե 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով պայմանավորված մի քանի վճիռներ կան, որոնք արձանագրում են, որ իշխանությունը զանցել է իր հնարավորությունները։ Իսկ դուք գիտեք, որ ՄԻԵԴ-ը համապատասխան որոշումը երբ որ կայացրել էր իշխանություններին,
օրվա իշխանություններին կոնկրետ մեղադրում էր փաստական տվյալներ չտրամադրելու մեջ։ Սա ձեզ մոտ հարցեր առաջացնում է։ Նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Ես նկատի ունեմ, որ մարտի 1-ի հետ կապված, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մարտի 1-ը բացահայտված է, այս պահի դրությամբ որևէ բացահայտում մենք այս պայծությամբ որևէ սպանության բացահայտում մենք չունենք։ Սպանությունների մասին չի, ընդհանրապես մարդու իրավունքների գնահատականի մասին է։ Մարդու իրավունքների գնահատականների հետ կապված ես վստահ եմ, որ այս իշխանությունները, եթե չսպասարկեին այն մեծ պատվերը, որ իրենք ստացել են, վստահաբար շատ ավելի աղմկոտ հայտարարություններ են լինելու այս իշխանությունների ապօրինությունների հետ կապված։ Իշխանությունների հետ իհարկե հասկանալի է։ Շատ լավ, ես առաջարկում եմ, եթե մարտի 1 ենք քննարկենք, բայց ես առաջարկում եմ, այո, ընդհանրապես նայեք, երիտասարդների չիմացությունը բայց մի դրվագի վրա ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, տպավորություն չստեղծվի, որ ես այսպես խուսափում եմ, որ սխալներ եղել են եւ առաջին նախագահի ժամանակ, եւ երկրորդ նախագահի ժամանակ, եւ երրորդ նախագահի ժամանակ, դա փաստ է, դա իրողություն է, որ բաց թողումներ եղել են, բայց այն սխալները, մեղմ ասած սխալները, այն ողբերգությունը, այն աղետը, որ բերել է Նիկոլ Փաշինյանը, եթե 3 նախկին նախագահների գործած բոլոր մեղքերը գումարենք իրար, դրա 0.5%-ն էլ չի լինի։ Այն բերած աղետի համեմատ միջև կրկին պետք է ընտրություն կատարի ժողովուրդը։ Չէ, այն բերած աղետի, ես հեսա կշարունակեմ մի միտքը հասկանաք, այն բերած աղետի համեմատ, որ արել է այսօր Նիկոլ Փաշինյանը, որ բերել է Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի գլխին։ Դրա համար ենք մենք ասում, որ շատ կարևոր է, որ այս իշխանությունը այլևս հունիսի 7-ին չլինի իշխանության։ Չէ, խոսքը վատի եւ վատագույնի միջև չի, ամենևին։ Ես երբեք Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ համեմատի Նիկոլ Փաշինյանի հետ, Ռոբերտ Քոչարյանին չեմ համեմատի Նիկոլ Փաշինյանի հետ, Սերժ Սարգսյանին չեմ համեմատի Նիկոլ Փաշինյանի հետ։ Իրենց բոլոր մեղքերով հանդերձ։ Այո, երկրորդ նախագահի ժամանակ եղել են սխալներ, եղել են բաց թողումներ, չգիտեմ, կոռուպցիոն եւ այլն, մարդու իրավունքների հետ կապված ինչ որ խնդիրներ են եղել, դա եղել է։ Որևէ մեկը դա չի հերքում, բայց ձեր հարցի հետ կապված։ Բայց եղել են շատ կարևոր առանցքային նշանակության զարգացում ունեցող նաեւ լուծումներ են եղել։ Տնտեսության հետ կապված, Արցախյան ամբողջ աշխարհն էր տնտեսական աճ գրանցում։ Այդ ժամանակահատվածում կներեք, ես ուղղակի առաջ եմ բերում այն փաստարկները, որոնք որ դա այսինքն ո՞նց է ամբողջ աշխարհներ։ Հիմա օրինակ Նիկոլ Փաշինյանը ստացվում է, երբ որ ասում է, որ չգիտեմ, մի հատ իրավիճակ է նկարագրում օրինակ, հետո դա ուղիղ կապում է իր հետ կամ չի կապում իր հետ, ամբողջությամբ այդ տրամաբանության շրջանակներում է լինում։ Չէ, այն ինչ իհարկե տեղի ունենում։ Չէ, բայց ամբողջ աշխարհում զարգացումներ, բա Հայաստանում եթե այդքան իրավիճակը վատ էր, ուրեմն այդ զարգացումը Հայաստանի Հանրապետության վրա չէր անդրադառնա, չէ։ Այսինքն, եթե մենք ուզում ենք մեղադրել ինչ-որ մարդու, միշտ մեղադրանքներ կգտնենք, եթե ուզում ենք արդարացնել, ելի կփորձենք ինչ-որ մեղադրանքներ գտնել, չէ, բայց ակնհայտ է, չէ։ Ակնհայտ է, չէ, որ Արցախյան հարցում բավականին առաջընթաց ենք ունեցել։ Ես երբեմն նաև խորհրդարանում տեսեք, հա, չեմ բացում այդ շատ վիճելի թեման, գիտեմ, որ վիճելի թեմա է ձեզ համար, բայց ես Արցախյան հարցում օրինակ, Արցախյան հարցում տեսեք, մի անգամ իրենց падգամավորներին հարցրեցի, ասի ժողովուրդ, դուք կարեք ինձ մի պարզ բանի պատասխանեք, երբ որ քիվեստ եք մեջբերում։ Դուք հիմա մեղադրում եք Ռոբերտ Քոչարյանին, որ հարցը չի ցանկացել լուծի ու թողել է սերունդներին, թե մեղադրում եք, որ ցանկացել է լուծի եւ գրեթե հասել են իրավիճակի, վերջին պահին Հեյդար Ալիևը հրաժարվել է, որովհետեւ ասել է, նաեւ զանգելով տեղեկացրել է, որ պատրաստ չի եղել անգամ իմ ընտանիքը ընդունելու այդ լուծումը, իսկ այդ լուծումով Արցախը միանում էր Հայաստանի Հանրապետության, իսկ Ադրբեջան-Նախիջևանը էստակադաներով էր միանում։ Հիմա թե դուք մեղադրում եք, որ լուծում ա եղել, որը որ այդքան էլ մեր սրտով չի։
Հիմա երիտասարդների մասով, որտեղ մենք ունենք, ես բոլոր հանդիպումները ուսանողների հետ, նաեւ այս շրջանում, քանի որ շատ էսպես ավելի խիտ է գրաֆիկը, նաեւ քանի որ մամուլի այսպես խոսնակի պատասխանատվությունն եմ ինձ վրա վերցրել, բոլոր այն հանդիպումները, որոնք կապված են ուսանողների հետ, ես դրանք բաց չեմ թողնում։ Ես կարող եմ մի հարցազրույցի պակաս գնամ, բայց եթե գիտեմ ուսանողների հետ հանդիպումը նշանակված, ես այդ հանդիպումներին միանշանակ մասնակցում եմ ու միշտ մի բան եմ արձանագրում, որ մենք ունենք լուսավոր սերունդ, հասկացող սերունդ ունենք։ Ու դա, հարգելի Ռուբեն, քարոզչություն չի ամենևին, որովհետև այդ երեխեքը, Ռուբեն ջան, իրանք այսօր իրանց կողքին բազմաթիվ օրինակ ընկերներ չունեն, որտեվ իրանք այլ բան են տեսել։ Իրանք տեսել են, որ այսօր իրանց ընկերները իրանց կողքին չեն, իսկ իրանց կողքին չեն այս ապիկար իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով։ Այդ են տեսել։ Դրա համար են նաև այդ հետևությունները իրանց համար անում, որտեվ իրանց ծնողները պատմել են, որ ամենախաղաղ սահմանային առումով ամենախաղաղ տարիներն են եղել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները։ Մենք կարանք, ես միշտ մի բան եմ ասում։ Հետ իհարկե։ Մենք միշտ մի բան եմ, ես միշտ մի բան եմ ասում։ Մենք կարանք մարդուն սիրենք, չսիրենք։ Հիմա օրինակ մարդ կա, դու ոնց ուզում ես իրեն բացատրի, որ տեսանկյունից ուզում ես հարցին մոտեցի, ինքը օրինակ չի սիրում Լևոն Տեր-Պետրոսյանին։ Կամ այդ սկզբունքով օրինակ չի սիրում Սերժ Սարգսյանին։ Այդ նույն սկզբունքով էլ օրինակ մարդ կա չի սիրում Ռոբերտ Քոչարյանին։ Բայց մենք պետք է մի բան հասկանանք, ամեն ինչ արձանագրվելու է պատմության մեջ։ Պատմությունը գրելու է ով էր։ 3 նախագահներն էլ էին ովքեր եւ Նիկոլ Փաշինյանն էլ էր ով։ Եվ ես շատ ուզում եմ, որ մեր ընթացքը փոխվի հունիսի 8-ին։ Մի կարևոր հարց էլ կա։ Վերջին շրջանում հատկապես այս 1-2 ամսվա ընթացքում կարծես թե երրորդ նախագահի Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը, եթե կարելի է այսպես ասել, կամ գաղափարական աջակիցները հանգիստ չեն տալիս Ռոբերտ Քոչարյանի անձին եւ քննարկման առարկա են դարձրել ընտրապայքարից դուրս գալու նրա թեման, համարելով, որ 8%-ի շեմը որպես դաշինք հնարավոր չի հաղթահարել եւ դուք գնալու եք փոշիացնելու ավելի մեծ ձայներ, մինչդեռ Սերժ Սարգսյանի պարագայում, այսինքն իր դեմքով ինքը կարծես թե ասում է, որ ինքը հավաքական ընդդիմությանը աջակցում է եւ այսպես ասած մի թթու խոսք չի ասում երկրորդ նախագահի հասցեին։ Ինչ է կատարվում ընդհանրապես։ Ես իրենց երրորդ նախագահի ընտանեկան, եթե խոսքը իր փեսայի Միքայել Մինասյանի իրենց ընտանեկան հարցերին չեմ կարող անդրադառնալ։ Ես հասկացա ձեր հարցը։ Նախկին падգամավոր, չէ, որ ասում եք ինչ է կատարվում, մի հատ այնտեղ հանգիստ թողնենք, այնտեղ իրանց ներսում ինչ է կատարվում, no comment։ Բայց այդ նույն մարդիկ, որ այսօր առավոտյան ժամը 10-ին նաև անալիզի ենթարկելով հասկացան, որ ինչ որ աշխատանքային գրաֆիկա, օրինակ 10-ին մեկն է գրառում անում, 10-5 մյուսն է գրառում անում, ասենց շատ պարտաճանաչ են, շատ ողջունելի է իդեպ։ Այդ նույն մարդիկ նաև 2018 թվականին, այսինքն 2008 թվականից հետո պետական մակարդակով, պետական միջոցներով, պետական քարոզչությամբ, ամբողջ ծավալով հակաքարոզչություն էին իրականացնում երկրորդ նախագահի նկատմամբ։ Եվ դա Միքայել Մինասյան իր վերջին գրառումով հաստատեց, փաստեց, որ դա ինքն էր անում։ Այսինքն այլևս թաքնվելու կարիք էլ այդ մասով ինքը չի տեսնում։ Այնքան էին աշխատել, այնքան էին հակաքարոզչություն իրականացրել, սկսած նրանից, որ ինչ ձեռք էին բերում, դա տարբեր ինֆորմացիոն այսպես արտահոսքեր անելով վերագրում էին Ռոբերտ Քոչարյանին։ Ու երբ 2018 թվականին հայտի իրադարձություններից հետո Ռոբերտ Քոչարյանը եկավ, չնայած նրան, որ 2 անգամ մեսիջ են ուղարկել, որ մի արի այդպես փախածի կարգավիճակով, ինչպես շատերը քո համար այդտեղ դրսերում մնա, մի արի մի խառնի process-ների, եւ 18 թվականին իրենք զրոյացրել էին ամբողջությամբ իր վարկանիշը, բայց 18, 19, 20, 21 թվականին մենք մասնակցել ենք Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ
խորհրդարանական ընտրություններին եւ 21% զրոյացված վարկանիշով իրենց 10 տարվա աշխատանքի հետևանքով զրոյացրած վարկանիշով 21% 21% ցուցանիշ ենք ապահովել։ Թող խոսեն, ես շատ անկեղծ ասած միշտ զերծ եմ մնում այս հարցերին պատասխանելուց, որովհետև միշտ համարում եմ եւ միշտ լրագրողներին, իմ գործընկերներին նաեւ հորդորում եմ, ասում եմ մի կենտրոնացեք այս թեմաների վրա, որովհետև ես հասկանում եմ, որ իրենց համար թիվ 1 նպատակը այն մարդուն իշխանությունից հեռացնելը չի, ում տարիներով ֆինանսավորում էին, բայց մեզ համար թիվ 1 նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանափոխությունից հեռացնելն է, վերջերս մի գրառում կարդացի, չգիտեմ, որ ինչ որ հանդիպումներ Մոսկվայում եւ այլն, որի հետևանքով արդյունքի չհասնելու հետևանքով ապայմանավորված այս պահվածքը ավելին չեմ ուզում խորանալ։ Եվ վերջին հարցը, դուք այսպես նկարագրեցիք առկա իրավիճակը, ընդդիմության անցած ճանապարհը, ընդունած հարվածները եւ հնարավորությունները ընդհանրապես ընդդիմադիր դաշտի համար, ի վերջո դուք գնում եք հերթական անգամ ամբողջական իշխանություն վերցնելու փորձին, թե ամեն դեպքում տեսնելու ենք էլի ընդդիմության դիրքերում ձեր ամրապնդումը ուղղակի։ Մենք ամեն ինչ անելու ենք եւ ես նաեւ ուզում եմ մեր ընդդիմադիր մյուս գործընկերներին հորդորել, չթիրախավորել ընդդիմադիր գործընկերներին։ Մեր թիվ 1 նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, որտեղ այն բոլոր ահազանգերը, որ մենք հնչեցրել ենք 21 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո, ցավոք սրտի բոլորը կյանքի են կոչվել։ Մենք գնում ենք հունիսի 7-ի ընտրություններին, որ չլինի իրավիճակ, երբ որ 2027 թվականին, 2028 թվականին այս տաղավարում մենք քննարկենք ադրբեջանցի փախստականների վերադարձի կամ ինչ-որ մի այլ դրվագ։ Ես ուզում եմ աշխատելու եք որպես ընդդիմադիր պատգամավոր։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ իշխանափոխություն տեղի ունենա։ Ամեն ինչ անելու ենք։ Ինչպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր վերջերս ասում, պլան B մեզ համար գոյություն չունի։ Ոչ, չեք քննարկում։ Շնորհակալ եմ ես զրույցին։ Շնորհակալ եմ։ Ամեկ պլյուսի տաղավարում Ագնես Ախամյանն է, շարունակեք հետևել մեզ։